Այսից ավելի փակել էիք նաև Հերացու փողոցը, այնտեղ միջադեպ տեղի ունեցավ, որքան չեմ պաշտոնյաներից որևէ մեկը ձեզ մոտեցել է։ Որ պաշտոնյաներից։ Այնտեղ Հերացու փողոցում։ Չէ, մեզ հիմնականում մոտենում են ոստիկաններն են ուզում համոզել, որ բացենք, չբացենք, դե հիմա դա ակցիա ենք իրականացնում, ոչ մի պաշտոնյա, սպասում ենք այդ պաշտոնյան չի գալիս։ Մեծ հաշվով ես չեմ էլ ուզում պաշտոնյան հիմա գա, որովհետև պաշտոնյայի գալը այս պահին ես հասկանում եմ մեծ հաշվով, որ երկրի մեր երեխեքի հարցը լուծելու պետք է լուծի գերագույն գլխավոր հրամանատարը, ով վաղը գնում է Թուրքիա։ Հիմա այս մարդը գնում է Թուրքիա, մենք ոչ ոք չգիտենք ինչ օրակարգով, ինչ է խոսալու, մեր երեխեքի մասին խոսալու է պարոն վարչապետը, թե չի խոսալու։ Սկսենք այդտեղից։ Ես ուզում էի հարց տա իրան, հիմա հարց եմ տալի, պարոն վարչապետ, գնում ես Թուրքիա, երեխեքի հարցով բանակցելու ես Թուրքիայի նախագահի հետ։ Եթե չէ, ինչի համար ես գնում։ Ես կարծում եմ մեր երկրի համար այս պահին ամենագլխավոր հարցը պետք է լինի երեխեքի վերադարձը, հետո մյուս հարցերը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, բայց երեխեքի հարցը պետք է գա, չէ՞ որ ազգը սթափվի, այս ծնողները հանգստանան։ Մենք արդեն չգիտենք էլ ինչ անենք։ Որքան եք պատրաստվում ճանապարհը փակ պահել, երեկվանից այս իրավիճակն է։ Ընդ որում ասում եք, որ նորանշանակ ԱԱԾ տնօրենին չեք էլ սպասում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երեխաների հարցը լուծի։ Նայեք, ինչքան պետք լինի այնքան կփակենք մեր ուժերի ներածին չափով, բայց նայեք, մեծ հաշվով ինչքան էլ ԱԱԾ նորանշանակ կամ հին տնօրենը պարոն Աբազյանը զբաղվի այս երեխեքի հարցով, բայց մենք սաղս հասկանում, որ սա քաղաքական գործընթաց է։ Ու մետատենա ինչ խոսել է գործընկերներից, բայց սա մեծ հաշվով սաղս ենք հասկանում, երևի այստեղ մի ամիտ մարդ չկա։ Քաղաքական գործընթացում երկրի ղեկավարներն են հարցով զբաղվում։ Ես իմ կարծիքն եմ ասում, ես վստահ եմ ծնողներն էլ իմ հետ համաձայն կլինեն, որ կապ չունի ով այս պահին նշանակվում ԱԱԾ տնօրեն կամ պարոն Աբազյանը, պրոստա պարոն Աբազյանի ընդունելությունը, իր աշխատանքը ինքը գիտեր, ամեն ինչ գիտեր։ Պրոստը չէր բացում փակագծեր, գաղտնիությունը հասկանալով, որ պետք չի շատ բան ինանք, բայց հիմա այս մարդուն մենք չենք էլ ճանաչում։ Չենք ճանաչում։ Ես չեմ էլ ուզում ճանաչեմ պրինցիպի, ոչ իրան մեջարում եմ, ոչ ուզում եմ այս մարդուն ճանաչեմ։ Նիկոլ Փաշինյանը ասել է զբաղվում են, մի անհանգստացեք։ 6 տարի զբաղվում է, մենք չենք անհանգստանում, բայց հիմա մենք անհանգիստ վիճակում ենք։ Այսինքն պահանջը մնում է նույնը, ուզում եք վերականգնվի Արմեն Աբազյանի պաշտոնը։ Նայեք, մեծ հաշվով մեր պահանջը ուզում ենք վերականգնվի Աբազյանի պաշտոնը։ Ես կասեի երևի չէ, որովհետև ես արդեն հասկացել եմ, բոլորս ենք հասկացել, որ ով էլ նշանակվի այս պաշտոնի, նորից եմ կրկնում, դա քաղաքական գործընթաց է։ Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի զբաղվում այս երեխեքի հետ վերադարձով, գոնե իմանանք որտեղ են, Աբազյանը չի ուզում ես նշանակվեմ ԱԱԾ տնօրեն, ոչ մի բան չեմ կարենալու։ Հարցը հասկացալու, չէ՞։ Այսինքն հիմա դուք պահանջում եք, որ Նիկոլ Փաշինյանը գա ձեզ այստեղ հանդիպելու։ Դե ես հասկանում եմ, որ անլուրջ է հարցը, Նիկոլ Փաշինյանը դե ինքը մեծ մարդ է, բնականաբար չի սենց համարձակվի չէ, սենց լայախ չի անի իշտեմ այդպես փուճուր մարդկանց հետ հանդիպելու։ Եթե իշտի շատ լավ կլինի, բայց որ չի իշտում, սենց հեռահար իրան հաղորդում են, որ ուզում ենք իմանանք, դուք որ գնում եք Թուրքիա, ինչ օրակարգով, ախպեր, մեր երեխեքի մասին կա տեղ, կետ ունեք, որ ասեք պարոն Թուրքիայի նախագահ, այսքան մարդիկ կան, ձեր հարևան բարեկամ պետությունում, ինչ եք պատրաստ անել։ Ինչ պետք է ունեցել։ Ես չեմ ունեցել։ Ծնողները ունեցել են։ Այդ մասին չէ։ Այդ մասին ով գիտեր, որ ինքը Թուրքիա է գնում։ Հիմա կոնկրետ ձեր պահանջը որն է։ Փողոցը փակելու տրամաբանությունը, եթե նայեք, մենք փողոցը սկզբից փակեցինք, որ պարոն Աբազյանը նշանակվի հետ։ Հետո հասկացանք, որ չի կարա դա լինի։ Հիմա պահանջեցինք հետո, որ այդ նորանշանակը գա, օփշի, սենց սաղից մոտ կանգնի, ասի այն, ինչը որ մենք պահանջում ենք, որ կանեմ, կշարունակեմ, երաշխիքներ տա, որ չի լինի, նայեք, հիմա եթե առաջի օրն է ինքը չի գալիս, այդ 10 օր հետո վավշի մեզի չէր ճանաչելու։ Հասկացաք տրամաբանությունը։ Այսինքն հիմնական պահանջը ԺՊ-ի հետ հա, ԺՊ-ն գա, գոնե 5 րոպե ծնողներին, մամաներին, ինչ չէ, մամաներին տենա, ասի հարգելի մամաներ, սիրելի մամաներ կամ չգիտեմ, ինչ որ ձև դիմի, ասի սենց է, հետո լավ կլինի։ Այդ հանդիպումից հետո պատրաստ եք բացել փողոցը։ Պայմանը այս պահին մամաները դրեն այդպես։ Որևէ խողովակով տեղեկություն կա ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը ինչ է մտածում։ Չէ։ Հանդիպման վերաբերյալ։ Առավոտյան նաև Վարդան Վարդանյանն է հանդիպել, որևէ ծնող չասեց հանդիպման ընթացքում ինչ է խոսվել, ինչ է խոստացել կամ ինչ է առաջարկել ոստիկանապետը։ Չեմ ճանաչում։ Չեմ, էլ եկել է, որ դի համոզի ճանապարհը բաց է, գնանք ոստիկանապետին հանդիպենք։ Լավ, ոստիկանապետին ինչ հանդիպենք, ժողովուրդ ջան։
պարոն ոստիկանապետին հանդիպենք, ինչ ասենք, լավ, եկել ենք, ես ոստիկանապետ եմ, դուք եկել եք, ես ինչ պետք է ասեմ։ Համոզենք, կլինի կեթան կհանդիպենք, չէ, ախպեր, եթե այս մարդը առաջի օրը չի 5 րոպե ժամանակ չի գտնում սենց մեքենայով գաս լուսամուտից կայնի, կոնե, մամաներին ասի էթա, եւ աղը չեմիսյոնը մեզի դռները կփակեն ԱԱՑ-ի, մեր պահանջը հասկացաք, չէ, իսկ պարոն Աբազյանի մոտ երբ գնում էր, դռները բացվում էր, բոլորս մտնում էինք, գաղտնի փակ հանդիպումներ էր լինում, խոսում էինք, հասկանում էինք, համոզում էր, խափում էր, չգիտեմ ինչ որ անում էր, մարդիկ մամաները մենք գոհ ենք մնում։ Բայց այս մարդը առաջ օրը չի գալի, երկրորդ օրն չի գալիս։ Նշանակում է 10 օր հետո վաբշե մենք իրանով, ինքը մեnkով։ Այսինքն եթե գա կբացեք։ Բնականաբար։